Բարև ձեզ։ Շարունակում ենք եռանկյունների նմանություն թեման։ Տնային առաջադրանքի 5-րդ, 6-րդ և 7-րդ խնդիրներն այդ մասին են։ Լուծենք 5-րդ խնդիրը։ Գրաֆի Ստեղ ասում է, որ M կետը BM եւ BC-ն բաժանում է երկու հավասար մասի։ Այսինքն BM-ն ու MC-ն իրար հավասար են ու X-եր են։ Հետևաբար AD-ն 2X-ը։ Ինչու՞։ Դե որովհետև նայեք, BM պլյուս MC տալիս է 2 հատ X։ Դա սովորական հանրահաշիվ է։ B-ը M-ը հաշիվա, բայց ինչի է BC-ն հավասար AD-ին։ Պիտի ասես, որ BC-ն հավասար որովհետև զուգահեռագծի հատկության իրար հակադիր կողմերը իրար հավասար են ու զուգահեռ։ Սովորական երկրաչափություն։ Հետո անկյուն B-ը M-ը հակադիրը անկյուն I-ը D-ին, ու այդ երկուսը իրար հավասար են։ Անկյուն MBD-ն հավասար է անկյուն BD-I-ին։ Դե դա էլ արդեն խաչադիր անկյուններ են, որովհետև B-ն զուգահեռ է AD-ին, BD-ն էլ հատող է։ Ուստեղից ստանում ենք նմանության առաջին հայտանիշը, որ եռանկյուն B-ը M-ը նման է եռանկյուն AD-ին։ գրեմ D-I-ին, որովհետև B-ն համապատասխանում է D անկյանը, Y-ն Y-ին, Այսինքն, որ ճիշտ անկյան դիմաց ընկած ճիշտ կողմերը նույն ձևով են իրար համեմատական։ Օրինակի համար, որ BM-ը X է, իսկ AD-ն 2X, այսինքն կան տալիս է 2, այսինքն B-ն 1 է, այսինքն X, ավելի ճիշտ Y, որովհետև BM-ին հավասար չի, իսկ D-ն էլ 2Y է, որովհետև կան է, էդի գործակից է, էլի։ Գիտենք, որ ներքևի եռանկյունը 2 անգամ մեծ է, ուրեմն B-ն 2 անգամ փոքր է Y-ից, Y-ն 2, հարաբերում է փաստորեն B-ը հարաբերած D-ն 1-ը 2-ի։ Սա էլ պատասխանն էր։ Լավ, հարցեր ունեք ես խնդրից։ Դե եկեք անցնենք մյուսին։ Ունենք ուղղանկյուն եռանկյուն, էջերն են 6 և 8, ներգծված է քառակուսի, այնպես որ այս քառակուսի անկյուններից մեկը համընկնում է ուղղանկյան անկյուններից մեկի հետ, դե պետք է ասենց լինի, պարզա, որ միակ տարբերակը այս ձևով ներգծելն է, ABC-ն նշանակենք եռանկյան անկյունները, իսկ այս 3 կետերը նշանակեմ K, M և N եռանկյան գագաթները, քառակուսու գագաթները։ Պետք է գտնել քառակուսու կողմը։ Ինչպես անենք, Գոր։ Կտեսնենք, որ եռանկյուն K, A, M-ը և C, A, B եռանկյունները նման են, քանի որ անկյունան ընդհանուր է և անկյուն A, K, M-ը և անկյուն C-ն 90 աստիճան են։ Եվ քանի որ նման են, ուրեմն կողմերը համեմատական են, կգնենք, որ M, N-ը, K, M-ը կնշանակենք H, այսինքն քառակուսու բոլոր կողմերը կնշանակենք H տառով։ Դե քանի որ եռանկյունները նման են, ուրեմն կարող ասենք, որ AK-ի հարաբերությունը AC-ի դա նույնն է, ինչ որ KM-ի հարաբերությունը CB-ի։ AK-ն մեր մոտ 8-ից հանած H բաժանած 8-ի հավասար է
6-ից հանած h-ը բաժանած 6-ի։ H-ը, Կայմը ուղղակի հաշ է ստացվում։ Կայմի Հա։ երկարությունը հաշ, իսկ ծեբեն 6։ Հա, հետո խաչաթև բազմապատկենք ստացվի, որ 48-ից հանած 6 h-ը հավասար է 8 h-ի, 6 h-ը որ տանենք հավասարում է մյուս կողմ, կստացվի, որ 48-ը հավասար է 14 h։ Այստեղից էլ h-ը հավասար է 24/7-րդ։ Շատ ճիշտ է։ Մեզ բավական էր նկատել, որ այս եռանկյուններում ունենք նմանություն։ Մենեն մի քանի հատ։ Այս անկյունը օրինակ հավասար է այս անկյանը, նաև այս անկյունը հավասար է այս անկյանը։ Ունենք 3 իրար նման եռանկյուններ։ Մի հատ ԱԿՄ-ը, մի հատ NB-ն և մեծ եռանկյունը։ Այնպես որ կարող են գրել և ստանալ պատասխանը 24/7։ Շատ լավ, դե եկեք մեկ էլ այս 7-րդ խնդրին անցնենք։ Ասեմ խնդրի պահանջը։ Ունենք ABCD սեղան, AB և CD սրունքներն են, և դրանք երբ որ շարունակում ենք, հատվում են K կետում։ Նաև BC-ի և AD-ի միջնակետերն են N և F-ը։ N և F-ը։ Մենք պետք է ապացուցենք, որ EF ուղեղը անցնում է K կետով։ Այս խնդիրը նաև ուներ ուրիշ պահանջ, որ ասում էր հետևյալը. եթե AC-ն և BD-ն, այս երկու անկյունագծերը հատվում են O կետում, ապա նաև այս O կետն է գտնվում այս KEF կետերով անցնող ուղղի վրա։ Բայց քանի որ երկուսն էլ նման պնդումներ են, առաջարկում եմ ապացուցենք մենակ սա, այսինքն հիմա ապացուցենք, որ K-ն և F-ը մի ուղղի վրա են։ Ով է լուծել։ Լավ, ուրեմն մի 4 րոպե մտածեք և քննարկենք։ Կասես Գագիկ։ այո, ամենասկզբում ես տարել եմ K-ը և EF հատվածները, որպեսզի մենք ապացուցենք, որ K-ն գտնվում է այդ ուղի վրա, պետք է անկյուն KEF-ը լինի 180 աստիճան։ Ապացույցի համար մենք ամենասկզբում կդիտարկենք եռանկյուն BKE և AKF, որոնք նման են, քանի որ անկյուն K-ն ընդհանուր է, իսկ անկյուն KBE-ն հավասար է անկյուն KAF, ոնց համադիր անկյուն։ Փաստորեն, դու ոչ թե տարել ես K-ն ու EF-ը, այս երկու հատվածները, այլ դու տարել ես K-ն և KF-ը։ Հետո մի հատ էլ EF, Միատել երբ փորձում եմ ապացուցել, որ այդ KF-ը նույն KE EF-ն է, Լավ, որ երկու եռանկյուններն էին նման։ BKE և AKF։ Եռանկյուն B, K, E և եռանկյուն A, K, F։ Ըստ որ հայտանիշի, Ըստ առաջին, այսինքն ինչ որ երկու անկյուններ են հավասար։ այո, անկյուն KBE-ն և անկյուն KAF, նույնպես անկյուն AKF-ը ընդհանուր է։ AKF-ը ընդհանուր չի, որովհետև AKF-ը էս մեծն է, իսկ AKN BKN էս փոքրն է։ Փափուսի կա։ Մենք դեռևս չենք ապացուցել, որ դրանք նույն են։
անկյունն են, չէ՞, մենք հենց հետ ենք ուզում ապացուցել։ Այսինքն, եթե ես երեֆը մի բար մաքրեմ, որ չխանգարի, մենք ուզում ենք ապացուցել, որ կայից Ե տարված ուղեղը ու կայից F տարված ուղեղը նույնն են։ Նույն ուղեղն է։ Այսինքն իրականում պետք է ապացուցել, որ BK-ն հավասար է BK-F-ին։ Այդ դեպքում Ն ու F-ը կստացվեն, որ նույն ուղղի վրա են։ Բայց դա պետք է ապացուցել, իրականում դեռևս չգիտենք։ Կարամ ուրիշ բան ասեմ, այս երկու եռանկյունները իրոք նման են, բայց ոչ թե եռանկյունների նմանության առաջին հայտանիշով, այլ մեկ այլ հայտանիշով։ Դրա համար ձեզ առաջադրանք։ Երկրորդ Չգիտեմ։ Առաջադրանք, էլի մի փոքր մտածեք ու քննարկենք։ Որ հայտանիշով են նման այս եռանկյունները։ Այս եռանկյունների նման են երկրորդ հայտանիշով։ Շատ լավ, դե եկեք ապացուցենք։ Ինչից սկսենք։ Սկզբում կդիտարկենք եռանկյուն BKF-ը եւ եռանկյուն AKF-ը։ BKF-ը Չէ, BK-ն կներեք։ Դիտարկում ենք չէ ամենասկզբում եռանկյուն BK-C-ն ու AKT-ն, դրանց նմանությունը։ եւ եռանկյուն AKT-ն։ Այստեղ մենք անկյուն կան, չէ, անկյուն KBC-ն եւ անկյուն KAD-ն համապատասխան անկյուններ են, այսինքն իրար հավասար են եւ անկյուն KCB-ն եւ անկյուն KD-ն էլի համապատասխան անկյուններ են, իրար հավասար են, այսինքն ունենք երկու անկյունների հավասարություն եւ առաջին հայտանիշով իրար նման են։ Ճիշտ է։ Կարող ենք կազմել հարաբերությունը, BC-ն հարաբերում է AD-ին այնպես, ինչպես BK-ն AK-ին եւ KC-ն KD-ին։ BK-ն AK-ին, KC-ն KD-ին։ Լավ։ Այս հարաբերությունից մենք պետք է օգտվենք BC-ն հարաբերում է AD-ին եւ քանի որ այստեղ BC-ում ունենք միջնակետը, իսկ AD-ում ունենք F միջնակետը, այսինքն B-ն հավասար է YC-ին, F-ը հավասար է FD-ին, մենք կստանանք, որ BC հարաբերած AD հավասար է BY հարաբերած AF։ Ճիշտ է, քանի որ B-ն ու AF-ը կիսած տարբերակներն են BC-ի ու AD-ի, նույն հարաբերությունը կունենան։ Եվ այստեղ այս երկու հարաբերություններն են կարևոր, B-ն AF-ին հավասար է BK-ն AK-ին։ Այո, եւ այստեղ էլ նաեւ արդեն երկրորդ հայտանիշով կարող ենք ապացուցել եռանկյուն BK-ի եւ AKF-ի նմանությունը։ Անկյուն KB-ն էլ հավասար է անկյուն KAF-ին։ K-ին որպես համապատասխան անկյուն, այսինքն դրանք իրար նման են։ Այսինքն այս եռանկյունը BK-ն նման է AKF-ին։ Այո։ Իսկ դա ինչի էր մեզ պետք։ Սա ապացուցեցինք, որպեսզի հասկանանք, որ եռանկյուն BK-ի եւ եռանկյուն AKF-ի անկյունները համապատասխանաբար իրար հավասար են։ Ճիշտ է։ Ու BK-Y անկյունը այս անկյունն է, Այո։ իսկ BKF անկյունը այս մյուս անկյունն է։ Քանի որ իրանք իրար հավասար են, ստացվում է KY ճառագայթը եւ KF ճառագայթը նույն անկյան տակ են։ Այսինքն նույն ճառագայթն են։ Այսինքն գտնվում են նույն ուղի վրա։
Ճիշտ է, այսինքն կան են եւ f-ը նույն ուղի վրա։ Այս որ շարունակեմ կայեն պետք է գա f-ով էլ անց։ Ստեղ ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ շատ կարևոր էր, որ միջնակետեր են, որովհետև եթե միջնակետեր ունենք, նույն հարաբերությունը ունենք, այսինքն պետք է էլի նմանություն ունենանք այս նմանությունը, այս երկու եռանկյունների։ Իրականում աջ կողմում էլ նույն նմանությունը ունենք, նմանատիպ մի հատ։ Քանի որ նմանություններ ունենք, անկյուններն էլ հավասար են։ Իրար օգնում են, ոնց որ անկյունների նմանությանը, նմանությունը անկյուններին։ Շատ քիչ տարբերվող եղանակով կարելի է նույնպես ապացուցել, որ AC եւ BD անկյունագծերը եթե հատվում են ինչ-որ կետում, O կետում, ապա այս O կետն էլ է գտնվում EF ուղի վրա։ Էլի պետք է գրել եռանկյունների նմանություն։ Դա այսօր չենք անի, կմնա որպես տնային աշխատանք, ձեզ ստուգելու համար նաև։ Իսկ այսօրվա համար այսքանը, հաջողություն։